Հայաստան էիք բերել եւ անպայման պահանջեցիք, որ դա ցուցադրենք, Նիկիտա Միխալկովի իր հաղորդման ժամանակ էր դա ցույց տվել եւ էությունը ըստ էության այն էր, որ գլոբալիստները հրապարակ են բերում այն այլասերվածների, որոնք պատրաստ են բոլոր կարմիր գծերը անցնել։ Հիմա ես ինչու եմ անդադ պատտվում եւ գալիս եմ այդ Էփշտեյնի եւ պայմանական ասած իզուր չէ, որ Իրանից էլ հրթիռներ էին արձակում եւ գրված, որ այդ հավաքական Էփշտեյնն են եւ հրապարակ եկավ նաեւ այս փաստաթուղթը, հիմա կարող ենք ասել, որ աշխարհը մեծ հաշվով ինչ որ մի հատ գեր ուժեր են, չգիտեմ ինչ, այդ գլոբալիստները դրել են այն մարդկանց, որոնք բոլորը պատանդ եւ գերի են իրենց այլասերվածությամբ, ինչ որ կարմիր գծեր խախտելով եւ այսօր գնում են այդ ավելի ճուղությամբ, Տրամպը գլոբալիստ չէ։ Տրամպը բայց ինքը գերի է, պատանդ է, ինքը Էփշտեյնի ցուցակում է, հայտնի ցուցակում է, մանկապղծություն, երեխաներին ուտել էսպիսի բաներ կա։ Տեսեք ինչի մասն է խոսքը։ Այդ հրեական շրջանակները նույնպես դեմ են գլոբալիստներին։ Հիմա ես ասեմ ինչ պատճառը ինչի մեջ է։ Բանը կայանում է նրանում, որ այդ հրեական շրջանակները, կամ նացիոնալիստ հրեական շրջանակներ են, իրենք համարում են, որ գլոբալիստները, որոնք պահանջում են, որ Պաղեստինը ճանաչվի, պահանջում են, այդ ամեն ինչը իրանք պահանջում են։ Իրանք համարում են, որ գլոբալիստների պատճառով Իսրայելը կարող է վերանալ։ Իրանք դեմ են գլոբալիստներին։ Իդեպ Տրամպին երկու թև են աջակցել։ Նեոկոմներն են աջակցել խիստ պահպանողական շրջանակները, որոնք համարում են, որ Միացյալ Նահանգները պետք է, այսպես ասած, դուրս գա հակագլոբալիստական այդ բանը LGDB այդ բանից այդ ամեն ինչից եւ պետք է պահպանողական արժեքներով գնա, եւ MAGA շարժումը, որը ասում էր, որ ընդհանրապես Միացյալ Նահանգները պետք է նոր պատերազմների մեջ չմտնի, բան չանի եւ այլն եւ այլն։ Բացի այդ, իրեն աջակցել են նաեւ հրեական շրջանակները մեծ քանակությամբ, որովհետեւ այն հրեական շրջանակները, որոնք կապված են այսօրվա Իսրայելի վարչապետի հետ, ովքեր համարում էին, որ Տրամպը այն վերջի շանսն է, որի միջոցով Իսրայելը կարող է Իրանի հարցերը լուծել։ Իրանք այդպես են մտածում, որտեղ իրանք ասում են, որ Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ ռիշճերան Իրանի վրա հարձակներ։ Եվ իրանք ասում են, որ միակ տարբերակը, որ դա կլինի, պատմական դա շանս Տրամպն է։ Եթե Տրամպը չեղավ, մյուս նախագահները չեն լինի եւ վերջը Իրանը կարող է ունենալ միջուկային զենք եւ մենք կարող ենք կործանվենք։ Սա է իրենց մտածողությունը։ Այսինքն այդ ռմբակոծությունները, որ եղավ Իրանի երեխաների, հա, դա գլոբալիստները չեն արել։ Ճիշտ հակառակը գլոբալիստները շահարկում են այս խնդիրը, որպեսզի հեռացնեն Տրամպին։ Եվ ես կարծում եմ, որ հիմա այս Տրամպի վիճակը օգտագործել են նաև գլոբալիստները, որպեսզի թույլատնեն իրեն եւ վերջնարդյունքում իրեն հեռացնեն իշխանությունից։ Հասկանում եք, այսինքն բայց այնպեսի բանի մեջ ենք, պարոն Բոզյան, երկու կողմն էլ աղետ է։ Գիտե։ Մենք ասենք այս կողմը գաս աղետ է, այս կողմը ամերիկյան ժողովրդի, տեսեք, պատերազմ բերող բայց ամերիկյան ժողովուրդը, որ ընտրել է Տրամպին, այդ ժողովրդի 90%-ը կատեգորիկ մերժում էր նոր պատերազմները։ Եվ այդ իմաստով Տրամպի այս որոշումները խիստ բացասական են կալվելու, ընդամենը 27%-ն է Միացյալ Նահանգների ժողովրդի կողմ այս պատերազմին, ավելին կարող եմ ասեմ, այս պատերազմը եթե խորանա եւ երկարի, ապա դա բերելու է նոր համաշխարհային տնտեսական այնպիսի ճգնաժամ, որը չի եղել մինչև հիմա, որտեղ այն ճգնաժամը, որ մենք տեսել ենք 2008-2009 թվականներին, դա խաղապար է, որտեղ նա ֆինանսական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամ չէ։ Սա կարող է շատ ֆունդամենտալ տնտեսական, որտեղ այս տնտեսական ճգնաժամին բոլորը արդեն սպասում են, ինքը օբյեկտիվ գալիս է։ Դա պարտքերի ճգնաժամն է, այսինքն եթե փիլիսոփայական ձևակերպենք, կուշտ երկրները, եվրոպական երկրները հետ են զարգանում Չինաստանից, հարավ-արևելյան Ասիայի երկրներից, որտեղ չինացիները լավ են աշխատում, երկար են աշխատում, քիչ են ստանում, եվրոպացիները քիչ են աշխատում, շատ են ստանում, դա տրամաբանական է, չէ՞, որ հետո բոլոր արտադրությունները տեղափոխվել են Չինաստան, Միացյալ Նահանգներում Եվրոպան համարյա արտադրություն չի մնացել։ Սա արտադրությունը տեղափոխվել են Չինաստան, այսինքն Միացյալ Նահանգների Եվրոպայի էկոնոմիկաները թղթային էկոնոմիկա են կամաց դառնում, Չինաստանը դառնում ռեալ էկոնոմիկան, եւ այդ ճգնաժամը վաղ թե ուշ պայթելու է։ Եվ եթե հիմա այդ արդեն վատ վիճակ էր, եթե դրան գումարենք այս պատերազմը, երբ որ Օրմուզի նեղոցը փաստորեն համարյա փակված է, եւ որտեղ ասենք, որի արդյունքում նավթի գինը դառնում է $106, երբ որ ապահովագրական ընկերությունները արդեն չեն կարողանում այդ գումարները տան եւ ոչ մի լուրջ բանը ընկերություն իր տանկերը չի ուզենա անցկացնի նեղոցով, դա նշանակում է, որ եթե նավթի ու գազի գները բարձրանան վերև, ապա տնտեսական ամբողջ ինչ է կանխատեսում, Ֆարազյան, ինչ կլինի։ Կանխատեսում հետևյալն է, եթե այս պատերազմը չեն դադարում եւ նաեւ Լարիջանի մահը, խնդրեմ եք եթե այս պատերազմը շարունակվի, համաշխարհային գլոբալ տնտեսական ճգնաժամ կառաջանա, ֆունդամենտալ ճգնաժամ կառաջանա, աշխարհը կմեղադրի դրան Տրամպին եւ հրեաներին,
Եվ արդյունքում խիստ բացական process-ներ կգնան ամբողջ աշխարհում այդ Գազան չուներ, գազայի ցեղասպանությունը այդ բանը չուներ, չէ՞։ Դա չազդեց, որտեղ գազային տեսեք, տնտեսապես որտեղ բանը Ֆրանսիայի եւ Անգլիայի կամ գերմանացու վրա գազան չի ազդել ոչ մի ձևի, բայց որ ֆրանսիացին, գերմանացին եւ անգլիացին իսկ այդ հաշվարկը չէին արել, որտեղ իրանք ինֆորմացիոն բանի են տիրապետում, որ այս անգամ էգզիստենցիալ հարցի առջև են կանգնեցրել, այսպես թե այնպես իրանցի ժողովրդին, իրանք ծայրահեղ քայլերի գնան։ Եւ ծայրահեղ քայլը 12 երկիր ռմբակոծում են դաշնակից եւ փակում են, չունեն։ Իրենք հաշվարկը ինչով է, իրանք մտածում են, որ իրանցի ժողովուրդը հեսա կհելի կապստամբի, որտեղ այս տարվա հունվարին ժողովուրդը իսկապես ապստամբել էր այնտեղ եւ պարսիկների կեսից կեսը առնվազն դժգոհ է, դե իսլամական կարգերը այդքան էլ լավ կարգեր չեն անուն արդարությամբ պետք է ասենք, ինքը մի քիչ հնամաշին կարգեր են, գեր ժամանակից 21-րդ դարին համահունչ չեն, Իրանի ժողովրդի կենսամագարտակը մեկ շնչիրա $4,500 է, Հայաստանից օրինակ 2 անգամ ավելի վատ են ապրում իրանցիները։ Մարդիկ 30 քանի տարի սանկցիաների տակ են, ծոցի երկրների կենսամագարտակը 10 անգամ, 15 անգամ ավելի բարձր կան իրանցիներինը։ Եվ այդ հաշվարկներով էր նաև ամերիկացիներն ու Իսրայելը մտածում, որ լուրջ պետություն է, բա չուներ, բա որ հանկարծ այս զարգացումը սա լինի եւ նաեւ մի երկու բան պայթեց, հա, որ տեսեք, այսպեսի կարող են փակել եւ միանգամից տնտեսական ճգնաժամ բերել եւ միանգամից այդ միֆը պայթեց, որ երբ որ դու Միացյալ Նահանգների պաշտպանական անձրևանոցի տակ ես, վերջ, դու անխոցելի ես, նաեւ դա պայթեց։ Մի քանի բան է, իրանք փաստացի այս ինք փաստացի ամերիկյան բան անվտանգային հովանոց հասկացողությունը բանը այդ մերձավոր Ամերիկայում պայթել է արդեն։ Այսինքն հիմա ամբողջ աշխարհում բոլորը հասկացել են, որ եթե Միացյալ Նահանգները օրինակ խոստանան, որ այս երկրին իրենք անվտանգություն ապահովում, իրենք անվտանգություն ապահովել են իրենց դեսպանության եւ իրենց բազայի համար։ Այդ երկրին իրանք կկթեն, փող կտան, բան կանեն, բայց իրանք չկարողացան պահել։ Նու բազաները գոնե պահում են։ Փոցելի դարձան եւ հանեցին արեկին։ Բայց գոնե բազաները պահում են, բայց բազաներից դուրս ոչ մի անվտանգային համակարգ չի աշխատել։ Հիմա արաբական ժողովուրդներն ասում են, չհասկացանք, մենք մի տասնյակ միլիարդավոր դոլարներ ենք ձեզ տվել, որ դուք իբր թե ապահովեք, մենք բանակներ չենք ստեղծել, մենք թղթային բանակներ ունենք, թղթի վրա բանակներ են դրանք։ Մենք չենք կարող մենք դիմադրենք, բայց մենք ձեզ տվել ենք, մենք outsource ենք արել մեր անվտանգությունը ձեզ, պարզվեց դուք մեկ խաբել եք։ Այսինքն սա նաև դաս է բոլորի համար, այդ մեզ համար։ Երբ որ մեզ ասում են թե Ամերիկան մեզ կաջակցի, Թրամփը գալիս է, չգիտեմ, դնում է, ժողովրդին ասեմ, Միացյալ Նահանգները եթե հանգարց Աստված չաներ, ինչ որ մեկը ասեր, որ մենք կարող ենք հովանոց ունենանք, մենք կդառնայինք ոչ թե մեզ կաջա, մենք ուղղակի թիրախ կդառնայինք։ Այսինքն ոչ թե դրական կներ, բայց նույնիսկ բացասական կներ, չէ՞, նույնիսկ զրոյական մենք բան չէինք ունել։ Արդեն կար այդ բանը, այդ անունը բերեկպցրել էր, Թրիպին բերել էր, Թրամփի անունը կպցրել էր, վերջացա, Ամերիկան գալիս է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ ընդհանրապես երբ որ մենք ասում ենք խաղաղությունը բանը հիմնված է բալանսի բանը ստեղ նորմալ անվտանգային համակարգ հիմնելով։ Դա միայն այդ ժամանակ է լինում երաշխավորված խաղաղություն։ Իսկ այդ խաղաղությունը, որ հիմա սրանք ասում են, դա շոու խաղաղություն է, ժամանակավոր խաղաղություն է, որտեղ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը այսպես ասած խաղաղություն։ Ես այդ հարցում եմ առանցին քննարկենք, Իրանի հարցը ավարտենք, Լարիջանի կորուստը ինչ մեծ հարված է։ Նախ պետք է հաստատվի ինքը սպառել։ Ես կարծում եմ, եթե նախագահի մակարդակով կամ պաշտպանության նախարարի մակարդակով են հայտարարել, ես նույնիսկ կրկնում ես չեմ կարող հիմա եկեք սենց ասենք, եթե հաստատվի որ Լարիջանին սպանվել է, դա շատ տխուր բան կլինի, դա կնշանակի, որտեղ ինքը այն եզակի դեմքներ, որը ուներ բավականին մեծ հեղինակություն եւ որոշակի կոորդինացիա էր անում։ Դերևս Ռայսից հետո ամենաբանկ դեմքերից մեկն էր, չէ՞։ Ռայսին էր մեկը։ Եվ հիմա փաստացի կարելի ասել, որ ով է կդառնա այդ դեմքը, չեմ իրան շատ մեծ կար վստահություն կար բոլորի կողմից։ Հիմա թե ինչ կլինի, ով կլինի այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Դա բավականին, գիտեք, ես մի բան ասեմ, այդ պատերազմում անկախատեսելի գործոնը շատ մեծ է լինելու։ Եվ նույնիսկ եմ ասում, տա Աստված կկանգնեցնի Միացյալ Նահանգները ունի, եթե այս քայլն էլ պատահական չէ, որ Իսրայելը տեսնում եք ամեն կերպ փորձում է այլ բայց ես մի հատ ուրիշ լուր էլ ասեմ, որ իսրայելական զինվորականները վերջերս հայտարարություն անում, որ մենք արդեն ջախջախել ենք, ոչնչացրել ենք, բան ենք արել, դա այդ ինֆորմացիան ես ուրիշ ձևի եմ վերլուծում, մտածում եմ, որ եթե նման բան են ասում, նշանակում է իրենք հողին նախապատրաստում կանգնեցնելու այս բանը։ Ես ենթադրում եմ, կարող է սխալվում եմ, բայց եթե դա այդպես լինի, որտեղ հիմա Տրամպը ճնշում է Իսրայելի վրա, որ կանգնացրա, որտեղ եթե չկանգնացնեց,
ես պրոբկայպես թռնելու եմ, որովհետև եթե բենզինի գները այդքան բարձրանան, ընդհանրապես այնից բան չի մնա։ Հիմա այդ վիճակը կա, ես գիտեմ, որ մեծ ճնշում կա Իսրայելի վրա, որ ինքը ինչ-որ ձևի փորձի կանգնացնել։ Հիմա ես չգիտեմ թե ինչ կլինի, բայց եթե այս պատերազմը չկանգնեց, ուրեմն համաշխարհային տնտեսական ճգնաժամը անխուսափելի է, պայթելու է, եւ այդ տնտեսական ճգնաժամը մենք հայտնվելու։ Ես